2020 թվականից հետո Հայաստանի անվտանգային իրավիճակը փոխվեց այնպիսի արագությամբ, որ հին համակարգերը այլևս չաշխատեցին։ Շրջապատված անորոշություններով, փոխվող տարածաշրջանային հավասարակշռությամբ ու մեծ տերությունների մրցակցությամբ Հայաստանը կանգնած էր ընտրության առաջ։ Ապավինել մեկ գործընկերոջ, թե կառուցել բազմաուղղված հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան ուժեղացնել պետության պաշտպանական ու քաղաքական կայունությունը։ Վերջին տարիներին պատասխանը դարձել է ավելի հասկանալի։ Հայաստանը սկսեց նոր էջ բացել իր արտաքին ու պաշտպանական քաղաքականության մեջ, կառուցելով կապեր միանգամից մի քանի երկրների հետ։ Սա այլևս պարտադիր մարտավարություն էր, ոչ թե կամային որոշում։ Այդպիսի համագործակցությունների առաջին հաղթաթղթերը դարձան Հնդկաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, իսկ դրան հաջորդեցին նոր հնարավորություններով ԱՄԷ-ի, Հունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Սերբիայի և այլ երկրների հետ։ Այս նոր ուղիները արդեն հստակ փոփոխում են Հայաստանի պաշտպանական մտածողությունը։ Եթե տարիներ շարունակ Հայաստանը միայն մեկ ուղղություն ուներ, ապա այսօր ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ մեր երկրի անվտանգությունը այլևս չի կարող կախված լինել մեկ երկրի կամ մեկ համակարգից, և հենց այս անցման փուլն է դարձել պետական քաղաքականության առանցքային թեմաներից։ Այս տեսանյութի ընթացքում մենք կհետևենք, թե ինչպես է ձևավորվում Հայաստանի նոր ռազմավարական ճարտարապետությունը, որտեղից է այն սկսվել, ինչ ճանապարհ է անցնում, և որ երկրները կարող են դառնալ մեր անվտանգության ու զարգացման համար իրական գործընկերներ։ Մեր առաջին կանգառը Հնդկաստանն է, երկիր, որի հետ հարաբերությունները վերջին 2 տարիներին ոչ միայն ավելի ակտիվացան, այլև ստացան մի ձև, որը մինչև այդ Հայաստանում քիչ էին պատկերացնում։ Հնդկաստանը դարձավ այն պետությունը, որը ցույց տվեց, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ առանց նախապայմանների և առանց քաղաքական ճնշման։ Սա իր հերթին հնարավորություն տվեց Հայաստանին գնալ տեխնիկական, ռազմական և ռազմաարդյունաբերական համագործակցության խորացմանը։ Սակայն Հնդկաստանը միակողությունը չէ, ու թեև այն կարևոր դեր ունի, Հայաստանի համար նույնքան նշանակալի է նաև Ֆրանսիայի հետ վերջին ամիսներին զարգացող համագործակցությունը։ Ֆրանսիան ոչ միայն բաց տեքստով աջակցեց Հայաստանին, այլև փաստացի հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա ինքնապաշտպան լիարժեք ու ժամանակակից կառուցվածք։ Եվ հենց այս հայտարարությունից հետո սկսեցին ձևավորվել նախագծեր, որոնք մինչ այդ տասնամյակներով չէին պատկերացնում։ Երրորդ կարևոր առանցքը ԱՄՆ-ն է։ Արծիվ 2024 զորավարժությունները արտաքինից կարող են թվալ սովորական խաղաղ ուսուցում, բայց իրականում դրանք դարձան Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների նոր մակարդակի ցուցանիշ։ Այս զորավարժություններից հետո առաջին անգամ հրապարակային դարձավ այն, ինչ տարիներ շարունակ եղել է փակ գործակցության մակարդակում Հայաստանի հետ ավելի ամուր, ավելի կառուցվածքային համագործակցության պատրաստակամությունը։ Այս 3 ուղղությունները՝ Հնդկաստան, Ֆրանսիա և ԱՄՆ, հիմք են դնում նոր անվտանգության միջավայրի։ Այստեղից արդեն բացվում է ճանապարհներ այլ երկրների հետ համագործակցության դեպի ԱՄԷ, Հունաստան, Կիպրոս, Լեհաստան ու Սերբիա։ Հայաստանյան հանրության համար այս թեմաները նոր չեն, բայց այսօր դրանք վերածվում են համակարգային քաղաքականության, որի նպատակը մեկ բան է՝ ապահովել Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանի ամենաբարդ ժամանակաշրջանում։ 2020-ի պատերազմից հետո պարզ դարձավ մի բան՝ տարածաշրջանը փոխվեց անշրջելիորեն, և այս փոփոխության մեջ Հայաստանը ավելի բաց ու խոցել էր, որովհետև տարիներ շարունակ ունեցած համակարգերը հենվում էին մեկ գործընկերոջ տրամադրած հնարավորությունների վրա։ Երբ այդ հնարավորությունները բացակայում էին կամ ուշանում էին, ամբողջ անվտանգային շղթան հայտնվում էր ճնշման տակ։ Հենց սա ստիպեց Հայաստանին ոչ թե թեորետիկ, այլ գործնական քայլերով մտածել, ինչպես ապահովել, որ նման ճգնաժամը երբեք չկրկնվի։ Այն նոր մտածողության առաջին կարևոր սկզբունքը դարձավ զինտեխնիկայի աղբյուրների դիվերսիֆիկացիան։ Եթե նախկինում Հայաստանը գործնականում ամբողջությամբ կախված էր մեկ ռազմաարդյունաբերական շուկայից, ապա այսօր ձևավորում է մի մոդել, որտեղ միաժամանակ աշխատում ենք 4 երկրի հետ, նույնիսկ 6 ուղղություններով։ Սա ոչ միայն տեխնիկական ընտրություն է, այլ նաև քաղաքական, ովքեր զենք է վաճառում, նա նաև գործընկեր է դառնում արտաքին քաղաքական մակարդակում։ Այս լոգիկան հատկապես ուժեղ երևաց Հնդկաստանի հետ համագործակցության արագ զարգացման մեջ։ Ֆրանսիայի դեպքում գործընթացը գնաց ավելի տրամաբանությամբ։ Եթե Հնդկաստանի հետ շեշտը դրվեց տեխնոլոգիայի և մատակարարումների վրա, ապա Ֆրանսիայի հետ շեշտը դրվեց անվտանգության գաղափարական ու ռազմավարական նոր հիմքերի վրա։ Հայաստանի նոր անվտանգային մոդելի ձևավորման գործընթացում կա մեկ առանցքային հարց, որը հաճախ չի քննարկվում բաց տեքստով։ Ինչպես է Հայաստանը փոխում իր ռազմական պլանավորման տիպաբանությունը։ Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերվում է բանակի կառուցվածքին։ Նախկինում բանակի հիմնական գաղափարը կախված էր մարդուժի քանակի հետ, մինչդեռ նոր ժամանակների պատերազմները ապացուցեցին,
որ հաղթում է, ոչ թե այն կողմը, ով ունի ավելի շատ զինվոր, այլ այն, որ ունի ավելի շատ խելք, արագություն, տեխնոլոգիա և ճիշտ կառավարման համակարգ։ Այս գիտակցումը բերեց նրան, որ Հայաստանը սկսեց վերանել իր ամբողջ մարտավարական մոտեցումը։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն նոր զինտեխնիկայի ձեռքբերման, այլ այն բանին, որ այս տեխնիկան պետք է ինտեգրվի նոր մտածողության մեջ։ Այստեղ կրկին ուշագրավ է Հնդկաստանի գործոնը, հնդկական համակարգերը, որոնք Հայաստան են հասել վերջին տարիներին, պահանջում են ոչ թե պարզապես ուսուցում, այլ ամբողջովին նոր մարտավարություն։ Դրանք նախատեսված են այնպիսի պատերազմների համար, որոնք հիմնվում են արագ արձագանքման, հեռար հարվածների և ճշգրիտ հարվածային ունակությունների վրա։ Հետևաբար դրանց ինտեգրումը հայկական համակարգի մեջ պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություն, այլև պաշտպանական մշակույթի փոփոխություն։ Ֆրանսիայի հետ համագործակցությունը նույնպես այս շրջադարձային փոփոխության մի մասն է, երբ Փարիզը հայտարարում է, որ Հայաստանի բանակը պետք է ունենա ժամանակակից պաշտպանական կառուցվածք, սա բառացիորեն նշանակում է անցում կատարել 20-րդ դարի համակարգից դեպի 21-րդ դարի համակարգ։ Դրանով է բացատրվում, թե ինչու Ֆրանսիայի հետ քննարկումները ուղղված են ոչ միայն մատակարարումներին, այլև պաշտպանական կառավարման նոր մոդելներին։ Միացյալ Նահանգները երրորդ ուղղությունն է, որը ներգրաված է այս վերափոխման մեջ։ ԱՄՆ ռազմական պլանավորումը ունի մեկ առանձնահատկություն. այն կառուցված է երկարաժամկետ ճանապարհային քարտեզների վրա։ Հենց այս տրամաբանությունն է այսօր առաջարկվում Հայաստանին։ Հայաստանի բանակը չի կարող փոխվել մեկ տարում, բայց կարող է փոխել 5, 7 կամ 10 տարվա ընթացքում, եթե հիմքում դրված են ճիշտ ծրագրեր։ Արտիվ զորավարժությունները հենց սա են ցույց տալիս։ ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը ոչ միայն ներկայիս մարտավարության հարց է, այլ ապագա կառուցվածքի ձևավորման գործընթաց։ Այս փոփոխությունների համադրումը ստեղծում է այն, ինչ կարելի է անվանել նոր ռազմական ճարտարապետություն։ Այս այն մոդելն է, որը Հայաստանին տալիս է ոչ միայն պաշտպանվելու հնարավորություն, այլ նաև կանխելու ապագա սպառնալիքները։ Հենց այս պատճառով է, որ Հայաստանը շարունակում է բացել նոր դիվանագիտական դռներ՝ ԱՄԷ, Լեհաստան, Հունաստան, Սերբիա։ Յուրաքանչյուր նոր գործընկեր ոչ միայն զենքի կամ տեխնոլոգիայի աղբյուր է, այլ նաև անվտանգության նոր հենակետ։ Նոր համագործակցությունները Հնդկաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական ու մերձավոր արևելքի երկրների հետ ձևավորում են այն, ինչ կարելի է անվանել Հայաստանի անվտանգության նոր քարտեզը։ Այս քարտեզը այլևս չունի մեկ կենտրոն։ Այստեղ կա մի քանի առանցքներ, որոնք միասին ապահովում են այն, ինչի կարիքը Հայաստան ունի ամենից շատ՝ հավասարակշռված ուժ, տեխնոլոգիական վերածնունդ և դիվանագիտական վստահություն։ Որքան էլ այս գործընթացը գայթակղիչ է ներկայացնել որպես արագ հաղթանակ, իրականում այն երկարատև աշխատանք է։ Նոր զենքերն ու նոր պայմանագրերը միայն մի մասն է այդ ուղու։ Ամենակարևորը մտածողության փոփոխությունն է։ Հայաստանյան պետությունը սկսում է դիտարկել անվտանգությունը ոչ թե որպես մեկ օպերատիվ լուծում, այլ որպես համակարգ, որը պետք է զարգանա, արդիականացվի և կարողանա դիմակայել ցանկացած շրջափակման կամ ճնշման։ Այս տեսանյութի ընթացքում անցանք մի ճանապարհ 2020-ից հետո ձևավորված խոցելիությունից մինչև նոր ռազմավարական կենտրոնների առաջացման ու ամրապնդմանը։ Մենք տեսանք, որ Հայաստանը այսօր կանգնած է այնպիսի փուլում, որտեղ յուրաքանչյուր ճիշտ քայլ կարող է ստեղծել երկարաժամկետ երաշխիքներ, իսկ յուրաքանչյուր բացթողում կարող է թուլացնել այդ կառուցվող հիմքերը։ Բայց ամենակարևորը, Հայաստանը այլևս չի փորձում իր անվտանգությունը կառուցել հին մեթոդներով, և հենց դա է այս ամբողջ գործընթացի առանցքային փոփոխությունը։ Այսպիսով, մենք ավարտում ենք մեր վերլուծական տեսանյութը հասկանալով մի կարևոր միտք. Հայաստանի անվտանգությունը այլևս մեկ ուղղությամբ կառուցվող նախագիծ չէ։ Այն այսօր բազմաբևեռ է և երկարաժամկետ ռազմավարություն, որը կարող է դառնալ մեր պետության կայուն ապագայի գլխավոր հիմքը։